Ձեզ գաղտնիք ասեմ դա։ Դատական նիստից առաջ ճեպազրույցում այսպես արձագանքեց Ուժեղ Հայաստան դաշինքի առաջնորդը լուրերի հարցին, թե երբ սպասել դաշինքի վերջնական փողոցային պայքարին։ Դեռ հուլիսի 7-ի ճեպազրույցում Կարապետյանը հայտարարել էր, որ փողոցային պայքար անպայման լինելու է մեկ անգամ եւ վերջնական։ Լուրերի հարցին, արդյոք վերջնական պայքարի ժամկետների ձգձգումը չի դառնա պատճառ, որ երբ դաշինքը դուրս գա փողոց, նրա կողքին քիչ թվով աջակիցներ կլինեն։ Եթե այդպես լինի, ուրեմն դուք եք տուժվելու, հայ ժողովուրդն է տուժվելու, դուք պետք է երազեք, որ ես մնամ պայքարի մեջ, որտեղ առանց ինձ դուք սրան չեք կարող հեռացնել։ Լուրերը նաև հետաքրքրվեց դաշինքի առաջիկա ծրագրերից, հիշեցնելով, որ քաղաքական ուժը հայտարարել էր աջակցության ծրագրերն առաջին հերթին իրականացնելու է այն համայնքներում, որտեղ ընտրություններում ստացել է առավել մեծ աջակցություն։ Արդյոք դաշինքի համար Հայաստանը միայն այս վայրերով է սահմանափակվում։ Ոչ, մենք ասել ենք, մենք սկսում ենք այդ վայրերից եւ դա լինելու է շարունակական։ Բայց մենք առաջին հերթին անում ենք այն վայրերում, որտեղ մարդիկ մեզ վստահել են եւ տվել են իրենց քվեն։ Անդրադառնալով քաղաքական համախմբման մասին իր հայտարարությանը Կարապետյանն ասաց, որ գլխավոր ուժերի հետ հանդիպումներ եղել են, բայց ինքն այս փուլում չի կարող մանրամասներ ներկայացնել։ Առաջի դեմքերից մարդիկ հիմա կալանավայրերում են, դրա համար հանդիպում ենք այն մարդկանց հետ, ովքեր դեռ կալանավորված չեն։ Քննարկում ենք մեր պայքարի ճանապարհը։ Կարապետյանն ասաց Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել, հարցին թե Ժաշնան են սպասում, պատասխանեց. Ես չեմ ուզում դա աշուն, գարունով սահմանափակենք, երբ կգա օրը, ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը։ Իսկ երբ է ընդդիմությունը բաց խոսելու իր անելիքների մասին, Կարապետյանն ասաց. Եթե անկեղծ լինեմ, կան կուսակցություններ եւ կան կուսակցության ղեկավարներ, ովքեր ցանկություն չունեն։ Ես պատրաստ եմ ցանկացած օր, բայց կան խնդրանքներ, որ մենք խոսենք եւ մենք խոսում ենք։ Սամվել Կարապետյանի գործով Արամ Վարդևանյանի եւ Լիանա Գասպարյանի որպես պաշտպանի մասնակցությունը դադարեցվել է ազգային ժողովի падգամավոր դառնալով պայմանավորված։ Լուրերը հետաքրքրվեց, արդյոք Կարապետյանը մտավախություն չունի, որ իրավական առումով անպաշտպան կմնա։ Չէ, ես իրավական առումով շատ ուժեղ պաշտպաներ ունեմ, բայց իրեն գնացին, որ այն մարդիկ իրենց գնահատեն որպես պաշտպաներ եւ հետագայում օգտվեն իրենցից։ Դատական նիստին հանրային մեղադրող Արգամ Դալաքյանը գույքային հայց ներկայացրեց Սամվել Կարապետյանից եւ մյուսներից հօգուտ Հայաստանի բռնագանձել ավելի քան 6 միլիարդ 814 միլիոն դրամ։ Դատարանը որոշեց, որ ներկայացված հայցադիմումը համապատասխանում է օրենքի պահանջներին, ըստ այդմ ընդունեց այն Սամվել Կարապետյանին եւ մյուսներին ճանաչելով գույքային պատասխանող։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, Լուրեր։